Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ոստիկանության 4 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։ Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն եւ առաջնորդվում է հրապարակային թափանցիկ գործելավոճով, բարձելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի նկատմամբ նյութերը քննարկել լրացուցիչ։ Քանի որ սա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թվականի վերջին նիստն էր, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին օբյեկտիվ քննարկումների եւ արդյունավետ համագործակցության համար, հաջողություններ մաղթելով գալիք տարում։